մասիսական ռեստորան են գնում, որտեղ ունենք մեգա անակնկալ դուստրը եւ շատ սիրելի փեսան, ինչու՞ չէ նաեւ թորնիկը եկել են Զոնքաշ մայրիկի ծննդյան օրը շնորհավորեմ 60-ամյակը։ Աղջիկս, հա, ինքն էլ կարող անակնկալ անել, հնարավոր է, բայց չի արել։ Չի արել, չէ։ Հավաքվել են հիմա բարեկամներով, նշում են, իսկ հասկաց էլ չունեմ, որ դուստերն է գալիս։ Փեսայլ ունեք, չէ։ Բայց փեսան ինչքան շատ է ձեզ սիրում։ Խելագարվում եք ձեզ համար փեսան։ Էլի անակնկալ ունենք իրենց բարեկամների կողմից, ովքեր բնակվում են նույնպես Ռուսաստանում։ Սկզբից մտնելու ենք այդ անակնկալը տանք, հետո նոր հրավիրենք ներս գլխավոր մեգա անակնկալը։ Փեսայի սերը այնքան շատ է, որ հայ եթե հասնում է ու գրկից ես, փեսան է գալիս, փեսան է գալիս։ Պարտյան չկորցնելով փոխարինեց Արագած լեռը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Մենք այս ամենի ֆոնին գնում ենք դեպի բազմաղբյուր գյուղ, որտեղ բազում սերեր կան մայրիկի հանդեպ եղած։ Եվրոպայում են այդ սերերը, Գոհարն ու Անահիտը։ Հիմա ուրախ եք։ Ուրախ եմ։ Դա ավելի շատ ուրախացեք, որովհետև որոշել են ես մայրիկին ուրախացնել շրջարով։ Ամեն ինչը շնորհավոր, լավոր բոլորիդ։ Բարեկամներ, քանի որ հարգանքներս, քանի որ ընկերս շատ է սիրում Մասիսն ու Սիսը, նա էլ հիմա գտնվում է արտերկրում, հատուկ նրա համար պետք է ես նկարեմ ուղարկեմ, որ տեսնի, դուք էլ տեսեք, վայելեք գեղեցկությունը, ես էլ իմ ընկերոջ համար ուղարկեմ, որովհետև նա առանձնահատուկ է սիրում Մասիսն ու Սիսը, մանավանդ երբ որ փայլ կա նրանց վրա, պարզություն եւ շիտակություն, տեսեք ինչ սիրուն է տեսարանը, իսկ մենք այն ձեզ մեծ սիրով հյուրասիրում ենք։ Այստեղ տուրիստներ են բազմադարյան եկել են նկարվում են, էլի մեր Մասիսի հետ։ Մասիսյան տեսարաններին մի անգամից վարկյան չկորցնելով փոխարինեց Արագած լեռը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Պատված մշուշի քողով, շուրջ բոլորը։ Սապսակ ճակատը։ Մենք այս ամենի ֆոնին գնում ենք դեպի բազմաղբյուր գյուղ, որտեղ բազում սերեր կան մայրիկի հանդեպ եղած։ Եվրոպայում են այդ սերերը, Գոհարն ու Անահիտը որոշել են ես մայրիկին ուրախացնել։ Ինձ էլ ասել են, խնդրում եմ շատ ուրախացնես, ես էլ այնքան պետք է անեցանեմ, որ Գոհարի եւ Անահիտի սերը ուրախությամբ հասնի մայրիկին։ Մայրիկը հիմա մայրիկը սուրբ գործի վրա է, հացի արտադրամասում է նա աշխատում, իր օրը անցկացնում ընկերուհիների հետ ուրախ, երջանիկ եւ հայոց հացն են արարում սուրբ, այնպես որ սրբության ստեղծած սրբությունը կրկնակի սրբություն է, մեզ համար էլ ուրախություն։ Գնում ենք Զորաղբյուր, բազմաղբյուրի բարեկամներ, հարգանքներս մենք գալիս ենք ձեր մոտ եւ մեծ սիրով ենք գալիս։ Հիմա մնում է Անահիտը կապնում մայրիկի անունը ասի, ամեն ինչը ճշտել ենք բացի Օբելարյանը, բակ ասում ես Վարդան, բա դա անելու բան է որ արել ենք։ Պատենում ես ջահել ջան, կյանքը ինչ հետարքիր բան է։ Իհարկե ոչ, իհարկե չէ, no, нет, брат։ Պետք է ճշտենք անպայման։ Իսկ մինչ ճշտելը մենք արդեն հասանք գեղեցիկ քաղաք աշտարակի մուտքի մոտ, բայց մուտք չենք անելու, որովհետև պետք է շարունակենք ճանապարհը դեպի Բազմաղբյուր, Բազմաղբյուրը գտնվում է դեպի Գյումրի գնացող կողմը, առջևում է աշտարակի գեղեցիկ մոստը, կամուրջը, որը ներքևից էլ ավելի վիթխարի է երևում։ Այստեղից այդքան վիթխարիությունը չի երևում, բայց որ իշտում ես աշտարակից դոր ուտել խմելու, տենում ես այդ վիթխարիությունը ու կարծես Չիկագոյում դինես այդպիսի տպավորություն է, ոնց որ երկնակերեր վեր բարձրանան։ Այո, ընկերներ, Հայաստանում նույնպես կան հզոր կառույցներ, որոնց մասին պետք է խոսելու ասել։ Իսկ հիմա մենք շարունակենք ճանապարհը։ Մուտք են գործում Փարփի աշտարակ, բայց Փարփի չեն գնում, գնում ենք Բազմաղբյուր։ Այստեղի գյուղերը ինչ շատ հարազատ են ու սրտամոտ, որովհետև իմ գյուղի նման է, էլի։ Իմ գյուղի պես ձորի միջով սկիզբ է առնում ու իջնում դեպի քաղաքակրթություն։ Այդ նմանությունը ինչ շատ է դուր գալիս, այնպես որ եթե տուն գնելու լինեմ, ինձ թվում է այստեղ կգնեմ տուն, պլյուս այստեղ հանգստյան
իրավիճակները շատ են, այստեղ տարածված է հանգստյան օթյակներ ընկերներ, տարածքներ կան բազում, որտեղ մարդիկ քեֆ են գալիս եւ անում, որովհետեւ քաղաքին մոտ է Երևանում, մարդիկ այստեղ են որոշում հանգստանալ երբեմն։ Ցեկիշ գեղեցիկ ասֆալտապատ ճանապարհ է, այն բոլորովինս վերջերս կառուցեցին, իսկ միջ կառուցելը հավատացեք այդքան էլ հարմարավետ չէր այստեղով երթևեկելը։ Տեսեք ինչ գեղեցիկ ծառեր են տնկել, ծառատունկ են արել, որ խնձոր թաղեն։ Եղեգնաձորից եկել են խնձորի դաշտերն ենք նկարում։ Սա բարեկամներ պարտի արծիվն է, վստահ ու վսեմ կանգնած, իսկ մենք գնում ենք բազմաղբյուրի արծիվն է մեզ պետք, գնանք բազմաղբյուրը հայտնաբերենք, տես ինչ սիրուն են էլը, Վարդան տները դա ինչ սիրուն է, գեղեցիկ տեսարաններ, կառուցապատված ու մեզ սպասող, որ այս ինչ կռուգ էր աղբեր, այս ինչ կռուգավոյ դվիժենի էր, մոռացել էի, ընկերներ գալիս ենք, տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ, առանձնատաններ են ծայրից ծայր, շունիկներ են պարոդիստի, շատ պարոդով են սրանք, լավ շներից են էլի, հենա մեկն էլ աղբամանի կողքին է կանգնած, սա երևի թափառական է, թափառական շունիկ է սա, գնում ենք, տանտեղ չգիտենք, աղբերս տուն պետք էլ չի մեզ, մենք գնում ենք հացի արտադրամասում ներկա գտնվենք մեր Հոբելյարի ծննդյան առիթին, հասեն ուղղակի ինքը սկզբից տենց էր գցե, հետո ասաց հնարավոր է նա աշխատանքի վայրում լինի, տնից քիչ է հեռու, տեսեք, գեղեցիկ փարպիջուղն է կադրերում, հետաքրքիր լուծումներով էս պատը սիրուն է աչի, ես ինչ սիրուն է սարքե, լավ գյուղա, թե գնանք լավ։ Բարեկամներ, հասանք բազմաղբյուրում, երևի բազում աղբյուրներ կան, դրա համար են անունը դրել բազմաղբյուր, այդ պատճառով էլ մենք բազմաղբյուրում ենք եւ հիմա պետք է գտնենք մեր Հոբելյարին, Անահիտն էլ չի զանգում, որ իմանանք ոնց գտնենք մեր Հոբելյարին, այդ դա է հարցը ու խնդիրը մեր այսօրվա։ Մեծ աղբեր բարի օր, շնորհավոր նոր տարի։ Լսի մերնեմ սրտից, դե հացի փուր որտեղ կա, որ այսօր այնտեղ աշխատում է մեր Հոբելյարը։ Ուրեմն ես քո ասած ձևով կետամ, սա ճամփի վրա է երևում, չէ՞։ Մեծ աղբեր ապրիս, ուրախ տարի լի, գեղեցիկ տարի լինի։ Այս պերեդնի վիդուշիներն էլ տենց են էլի այս ավտոները։ Ահա, տես, բազմաղբյուրում։ Հենա Անահիտը դուրս եկավ կապի։ Լավ։ Բարեկամներ, նաև արդեն մի երրորդ օրն է, մոտավորապես 1000 կիլոմետր քշել ենք այն զապասներ, որ կան, այն փուճը, որ ասում է 80-ից ավել չքշես, 60 կիլոմետրից ավել չքշես, մենք արդեն 1000 կիլոմետր 100-ի տակ քշում ենք այդ Պագրիշկան ու ամեն ինչ լավ է, որպես վառ ապացույց մեր տեսանյութերը ուշադիր նայած մարդիկ կտեսնեն, որ մենք տրակացրել ենք մեր Պագրիշկան ու մինչև հիմա այդ Պագրիշկանը տակը, որ Վարդան ուզի ցույց կտա։ Անես որ ունեք այդպես իրավիճակ, անհոգ եղեք եւ այս Պագրիշկայով երկար երթևեկեք, ոչ մի խնդիր։ Երկրորդ զանգում է Անահիտը Վարդան ու մենք գտնում ենք հացի փուռը ու գնանք մեր տիկին Անուշին ուրախացնենք իր դուստրերի կողմից, որովհետեւ դուստրերը նրան շատ են սիրում։ Եվ այսօր ճակատագրի բերմամբ հեռու են գտնվում, դրա համար մենք էլ մոտիկ ենք եկել ենք։ Մենք այտենց ենք։ Մենք մոտիկ ենք ամենտեղ հայոց աշխարհում, հա ասա։ Բարեկամ, հարգանքներս։ Այստեղ դուք փուռ ունեք, չէ՞։ Հացի արտադրամաս։ Չէ, այս տարածքում չկա։ Էսա։ Հա։ Անուշ աղբեր։ Սիրուն տուֆի խաղերով տուն է կառուցված այստեղ, տեսեք։ Սա հենց մեր Անահիտի Գոհարի մանկության օջախն է, այստեղ են նրանք մեծացել, գնացել, հասել Եվրոպաները։ Ձյունն էլ պակաս չի, ասեմ ձեզ ընկերներ, բավականաչափ, հա դուսն են։ Ոնց թե դուսն են։ Հա աղբեր դուսն են, դուսը կանենք, մենք պրոբլեմ չունենք։ Ցավատանը պրոբլեմ չկա։ Գնաց, հա աղբոր տանն ի՞նչ է, Անահիտ։ Խաչիկ։ Ձեզ։ Արայս էս պահի։ Վայ թոտենա, հա։ Գանձը է լրի։ Ֆրանսիաներից։ Բարև ձեզ։ Գնում ենք շնորհավոր ձեր նոր տարին։ Ուրա բա, մեր Հոբելյարը որտեղ են։ Էն ոնց էս պահի, թարս էս պահի, մեծ աղբեր։ Այդ էս պահի։ Խաչիկ ջան, մեռնեմ սա, այդ էս պահի, հա։ Ստես մտնում ենք, հա։ Անուշ չէ, Հակոբյան, տես Հակոբյանների օջախն է։ Դու ես ասես էս թիթից դուրս այդքան։ Դե թիթից 250,000 ֆորմ։ Հա, այս փորա գրել են, էլի, հա։ Ուրա մեր տիկին Անուշը, մենք էլ բան ենք անում, հարգանքներս ձեզ։ Հələ լավ է, դուք այսօր։ Թե հնալին է։ Չեք գնացել, բան, ինչ է, հացի տեղը, բայց ես գովացել եմ, ձեզ գովաբանել եմ։ Շնորհավոր ձեր ծննդյանորը եւ շնորհավոր ձեր նոր տարին բոլորիդ։ Դուք ունեք գեղեցիկ սիրառատանակ ընկալ հերուներից, հələ չեմ ասում ում կողմից։ Ջերմությունից Բայց, ասեմ, արդարության համար, դուք պետք է շատ ուրախանաք, հիմա ուրախ եք։ ուրախ եմ։
Դա ավելի շատ ուրախացեք, որովհետև մենք Մամուզում եմ ես ուրախացավ։ Դու մոտ երազանք պահեք, ձեզ շատ են սիրում բոլորը, առողջ լինեք, լավ լինեք, ձեզ շատ լավ պահեք, որ գան ձեզ գրկեն հեռուներից։ Երկու հրաշքեակներ, իմացաք ով են։ Ձեր դուստրերն են նրանք։ Գոհար Քեզ ամոր կրկեմ սիրտը իմ կարոտից Բայրանք կրտնեինց են։ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից Փաթաթվի Ով է ծապ տալի։ Ապրեք, դες քաղցրեցին ձեր դուստրերի կողմից տամ դուք վերցրեք ձեր ձեռքով, վերցրեցիք, չէ՞։ Հիմա տվեք հարսիկն, հա։ Հարսիկից գոհեք, աղջիկներ տեղահանում, հա, փարքաս ու դե։ Ապրես հարսիկ ջան, այդպես լավ ես, առողջ ես, մամային լավ պայս, որ անգան գրկեն իրաց մամային։ Իսկ ծաղիկները, ես ուզում եմ, դու ես ուզում տաս, քո անունն ասա։ Դավիթ։ Որքուն են սիրում ես, իրանք է քեզ են սիրում, աղբեր։ Տար, տատիկի նվիրի մատ լավ կպարտես։ Զգայի սիրեի քեզ խղճի չափով Ոյ տիշ լավ արիր ամեն ինչ։ Ես անհոգոց ընկների Առողջ լինեք ու միշտ սիրված, որովհետև ձեզ իրանք ուզում են, որ դուք միշտ ուրախ լինեք։ Ուրախ եք, չէ՞ միշտ։ Մանավանդ հիմա, հա, հիմա շատ ուրախ եք, չէ՞։ Ես իրենց կողմից գերկեցի։ Մեկ թող ձեր տղան գա երկու քուրիկներ փոխարեն լավ գերկի, ջիջարով։ Արի։ Խրճո ակբեր, գերկի մամային։ Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր Ոնց ես խերով ձեր օջախ։ Մենք ոնց եկել ենք, այդ տենց էլ գնում ենք։ Հա, տեսեք ինչ ենք արել։ Տեսեք, հիմա հարցիկի հետ մենք կարևոր գործ ենք անում, որ հանկարծ հոտը չենք տուն, այ ախպեր, ես ինչ արի։ Արա, ամուտն էլ է լավ, մտնում ես տարակասում, լցում ես աչուձավ։ Բանա, մի րոպե։ Մեր բան չեն ձեզ երկու անունով դիմում։ Լալա եւ Անուշ, երկուսն էլ լավ անուն է։ Հին պատմություն է, պապիկներից կողմից եկած Պապիկների։ Պապիկից, տատիկից Հա, կողմից պապին ասել է Լալա, տատիկն ասել է Անուշ։ Հա, տենց բան են արել, շատ են սիրացել, հա, տենց է այլ։ Դե նստեք, մի ամաչեք, նստեք, այն այն ձեր տեղն է, թագավորական տեղ։ Տեսեք ով աստեք ով է խմում։ Պետքին մեկ։ Հրավոտ է, դες խոսացիվ խիմի բան չաս։ Ողջպատում ա, ոնց ասի։ Շնորհավոր ծնունդ է։ Ապրես արիվս, ապրես իմ քաղցր բալի։ Այս շատ են սիրում ձեզ, հա։ Գոհարն էլ է շատ են, պրոս Գոհարը ավելի անես բան տեղ աշխատում, խիստ տեղ աշխատում, չի կարացել զանգի հիմա։ Ինչի՞ չի զանգե Գոհարը։ Հրավոտ շաղել խոսել են, եթե երկուսն էլ եկել են տոներ զգա։ Չեն եկել, այնս լավ կլեր, հələ տես չի եկել, չի եկել։ Ցույց տու որ գործի տեղն ես, մամայի սիրտը արդեն խփում է, տես։ Նայ բուլավկաներ խփելա որ աշկով չտան, լավ աշխատում ինքը, դե բան, խփելա որ աշկով չտան չար եվրոպացիները։ Բա ինչ ես անում, այնս խիտերի ձևերով հանգիստ կամ արծոք ես լեցում, վեր։ Տիկին Անուշ, տիկին Լալա, շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Առողջ լինեք, լավ լինեք, ես միշտ սիրված, երևում է դուք լավ սերունդներ եք թողել, բարի են, այն որ անայտ էլ խոսում եմ, զգում եմ, բարի մարդիկ եք դուք դաստիարակել աշխարհով մեկ գնացել են գործեր են անում։ Դուք լավ մարդ եք, առողջ լինեք, լավ լինեք, որ գան ձեզ գրկեն ջիջարով։ Բա դու չեք խմում, Դավիթ։ Հա, լավ, դու օյավնա, որ մսարան կավայելի գա։ Դες էլ որ ուլի եմ, վապշե չեմ խմում։ Աղբերսի վարվող է յանի, կտեք թող վարվի։ Անտի վարվում բա ծավտան, մեր տակը մեր ձեր կայտի կանց։ Նայ, լավություն նայ, մեզ մեր տուն չեմ տանում վարվում, տալիս եմ կեզ։ Լավ մնացեք։ Ախոդը չեմ հանգցել, արդան։ Տես ես էծանիվ ունեմ։ Բարեկամներ այս պագիշկայի մասն է խոսքը, եսի արխային կարակ քշեք։ Ես արդեն 1000 կիլոմետր քշել եմ ու պլյուս 100-ից ավել եմ քշել, ամեն ինչ լավ է։ Դավիթ ջան, արա, որ դու իմ առողջում նայում ես, կանից մեր տտ, ասես քեզ գրկեմ ախպեր, այսօր քեզ բարձր կայեմ։ Նային դե։ Նայի։ Հատա լայք եք ուշացրացեք մամաներին, պապաներին։ Լայք եք ուշացրեք մամաներին ու պապաներին։ Ջան։ Խճո ախպեր։ Դավայ ախպերներ։ Հելանք։ Թռանք, գնացինք եղեգնաձով։ Դավայցե հաջողություն, լավ մնացեք, հաճելի է շատ։ Օջախին շենություն։ Հայոց օջախ, հաճելի, գնացինք մենք։ Բազմախպյուրից
դանդաղ տեմպերով վերադառնանք մեր Եղեգնաձոր, տեսելի բան կար, ալտիմա կար, նոր անցավ։ Հաջողություն, բազմապյուրի, բազում լավ մարդիկ։ Գնացինք, ընկերներ, գնանք Երևան, այնտեղից էլ Եղեգնաձոր, հետո Հունաստան։ Բարեկամներ, մենք եկանք, հասանք Եղեգնաձոր, սիսական ռեստորան ենք գնում, որտեղ ունենք մեգա անակնկալ բյուստերը եւ շատ սիրելի փեսան, ինչու՞ չէ նաեւ թորնիկը, եկել են Զոնքաշ Մայրիկի ծննդյան օրը շնորհավորեն 60-ամյակը, հավաքվել են հիմա բարեկամներով, նշում են, սկի կասկածել չունեմ, որ դուստերն է գալիս, բայց ասեմ ձեզ, որ այնքանով լավ է ամեն ինչը, որ էլի անակնկալ ունենք իրենց բարեկամների կողմից, ովքեր բնակվում են նույնպես Ռուսաստանում, սկզբից մտնելու ենք այդ անակնկալը տանք, հետո նոր հրավիրենք ներս գլխավոր մեգա անակնկալը դստերը փեսային եւ թորնիկին։ Երկրորդ կարևոր անակնկալն այն է, որ Տիգրանի մեր հոբելյարի Տիկին Մարետայի որդու Տիգրանի աներն ու զոնքանչը Յակուտիայից որոշել են շնորհավորել Տիկին Մարինեի 60-ամյակը։ Մենք էլ եկանք արդեն հասանք սիսական ռեստորան, հա երկրորդ հարկում են պաստորեն։ Կեֆ ես ուզում անես իսկական, համեցի սիսական։ Այո, ընկերներ, սիսականը վաղուց կա եւ մեզ օգնում է, որ լավ առիթներ նշենք։ Ինչքան մարդիկ են այստեղ իրենց կարևոր առիթները նշել եւ նշելու։ Իսկ մենք մեծ սիրով կգանք, անակնկալ կանենք ու հետ կգնանք։ Հիմա դիրքավորվենք ու սպասենք, տեսնենք ինչ ենք անում։ Բարեկամներս, մենք ասել ենք արդեն սիսականի բակ, ինչպես նկատեցիք եւ սպասում ենք արդեն բուն անակնկալի մասնակիցների ներկայությանը։ Հələ չեն եկե, նրանք սպասում են, որ գան։ Արի մենք իշնենք դիրքավորում ենք, մինչև կգան։ Ես լավ բան եմ առաջարկում քեզ։ Արդեն երկրորդ, չէ, արդեն 4-րդ օրն ենք ընկերներ, մենք Երևանից տորթ ենք բերում Եղեգնաձոր, որովհետև Եղեգնաձորում տորթ չես կարող գտնես։ Հետևաբար մենք Երևանից ենք բերում։ Բերում ենք Երևանից, էսի կտանք օպարանից հետո իրանց ձեռները մտնեն։ Էս մեր անակնկալը։ Էս էլ մեր Յակուտիայի փունջը, Վարդան։ Յակուտիական փունջն է Զոնքանչաներից, Վազգենից եւ Աննայից վերցել ես գմփիկը, հա։ Բավական ժամանակ է չենք եկել սիսական, որ անակնկալ անենք իսկական, դրա համար այսօր ենք եկել։ Գնանք, տենանք սիսականցիներն ինչ են մեզ հյուրասիրում։ Տենանք չալաղաշ կտան ուտենք, ճանապարհից եկած ճամփորդենք մի քիչ սոված, հնարավոր է կարողանան տալ, բայց հնարավոր է նաև չկարողանան տալ, բայց որ չտան, հեսա, աստե հյուրասիրությունը կա։ Ինչ է ուզում, կանֆետ ես ուզում, հեսա։ Վերջ ու անուշար։ Հենա։ Սերան դրած է, հայկական լավաշը դրած է, այո մարդը չարաղաջել է, ծեպենք հնդել, ուտենք։ Բարեկամներ, հաշված է րոպեներ անց, Արմենը։ Սերի բարեկամները ծարգողները շավերել են տոնակը գերեցիկ հոբելյանական երեկոն և ամանորվել է բարձրետար արդարության իհարկե, բայց առաջին հարցս, որ ուզում են մոտել շատ սիրելի հոբելյանն է։ Տիկիման ինչպես է ձեր տրամադրություն։ Հյուրերն ինչ տրամադրությամբ է եկել ձեր շնորհավորում եք հասկանան։ Կտա որպեսի մոտեցեք կենտրոն։ Սերի բարեկամներից մենք հասկանալի երազանք է, բայց հիմա շատ գերեցիկ անակնկալում ենք դուք ես, բայց չենք ուզվում։ Մեզ է հյուրերեն բոլորս կողմից շատ սիրված և ճանաչված հիմա Good Price-ը Ստեփան Մարկարյան ծառայություններով հիմնավոր ենք։ Հարգանքներս բոլորին շատ բարձր ծափեր, այս կողմն էլ, այս կողմը բարձր ծափ չտվեց, հա, ծափերը բարձր, բոլորին նոր տարին շնորհավոր, այսօրվա մեր նոր տարին առիթը ու գեղեցիկ սիրուն հավաքույթի պատճառը մեր Տիկին Մարինեն է, ում ես ուզում եմ տորթ մեկնել, քաղցրություն եմ ձեզ բերել, շնորհավոր ձեր ծննդյան օրը, ձեզ շատ են սիրում բոլորը, դրա համար եկել են, հավաքվել են ձեզ հետ միասին, նշեն ձեր ծննդյան օրը, այս նոր տարվա օրով բոլորը նոր տարին թողել եկել են, որ ձեզ սեր ու հարգանք ցույց տան, բայց մարդիկ էլ կան, որ հեռու են, շատ հեռու, ու նրանց կողմից ես եկել եմ ձեզ ուրախացնեմ, սեր ու հարգանք տեղ հասցնեմ, բայց քանի որ չեմ ուզում ես ասեմ, ձեզ հարցնեմ, ում կողմից կլինի, որ հենց անակնկալը։ Աղջկաս։ Բայց չէ, մի քիչ այս կողմ գնացիք, պետք չի, որովհետև անակնկալը ավելի հեռու է, ավելի գնում ենք։ Տղաներս։ Տղաները, տղաների հետ կապ ունեցող մարդիկ են, բայց տղաներն էլ չեն, էլի, ով կլինեն, տեսնես, հա, մեծ աղբեր Խաչատուր, հապա դու ասա։ Դե որ չգիտես ավելի լավ, հուշեմ,
տես կղզի կա հանդեր, թերա կղզի է, ինչա, տես, հետ ցուրտ տեղից են, էլի։ Հա, ցուրտ է։ Հա, դե տեղաններս ցուրտ։ Այո, Ռուսաստանն է, էլի։ Ասեմ, տղաներից Տիգրանը որ կա, Այո։ Զոնկանչ ունի, չէ, աներ հայրիկ ունի, չէ, մեծ աղբեր Վազգենն ու Աննա Գույրիկը շնորհավորում են ձեզ ու շատ սիրում են։ Հիմա դե ծափերը տվեցին, մնում է երազանք պայք փչեկը, լփչեք դրանք ինչ արնում։ Առաջվա պես քո նոր պապո Լինում է հետևյալը ծափեր են տալիս, հա։ Եվ ես ծաղիկներ եմ մոտեցնում մեծ աղբեր Խաչատուրին, որովհետև խանամիներն ասել են կտան սիրան, թողնաբիրի մատը պաչի, ջիգարով գրկի, սեր ցույց տա, որ մենք այդ սիրուց հալվենք Յակուբյան սերը շատանա։ Հա, ծափեր տվեք թող սկսեն այդ ամենը գեղեցիկ, խանամիրի մեծ աղբեր։ Կրկնում եմ որ սիրում եմ քեզ իմ սեր Շատ է, ձեր սիրով ընտանիք եք կառուցել, ընտանիքի բոլոր անդամներն էլ ձեզ շատ են սիրում, ձեր երեխաները, որ ասեցիք աղջիկս, հա, ինքն էլ կարողանակ ընկալ անել, հնարավոր է, բայց չի արել։ Չի արել, չէ։ Կամ էլ ինչ իմանաս, տաղա արել է, տաղա ես պետք է գնամ դուրս գամ, որ հետ անակ ընկալը բերեմ, ինչ իմանամ։ Շատ ես, բայց մի աղջիկ ունեք։ Այո, այդ մի աղջիկն է։ Այո, այդ մի աղջիկն է, հա։ Մի աղջիկն է, հա։ Եթե մի աղջիկը, ասեմ, փեսայր ունեք, չէ։ Բայց փեսան ինչքան շատ է ձեզ սիրում։ Խելագարվում է ձեզ համար փեսան, դրա համար ձեր աղջկաները հասցրել այստեղ ձեր ծնիլյանորը։ Մամ ուզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ կարոտից բրկեմ Նաև ձեր կորնիկն է եկել ձեզ շնորհավորելու։ Սիրում է ձեզ շատ, եկել է որ շատ ուրախանաք։ Փեսան, փեսայի սերը այնքան շատ է, որ հայ եթե հասնում է ու գրկի ձեզ, փեսան է գալիս, աղջկա բերը հասնել է։ Մամ ուզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ կարոտից բրկեմ Ուրախ տարի լինի, բարձր տրամադրություն ձեզ։ Ես համար հոսող արցունքներն աչքերից սրբել Փաթաթվիր ինձ ման քո գրկում ես մանուկ դառնամ Անուշակբեր դիջեյը, դեք է բարեք ուրախացեիք մենք էլ գնանք։ Ծափեր բարձր։ Ավելի գեղեցիկ մատուցելու համար Փեսա։ Good փեսա։ Սիրում եք տեղավորում եք ծաղիկները, քանդենք ռոքներն են հոբելյարին Ես է յանը, սերի, ես հարտիմայա նիսան։ Չէ, ջիպը հենա։ Ասում եմ, որ ավելի կբարձրանա ձեր տրամադրությունը Ամեն ինչ կարծես թե լիարժեք է, չէ, լավ ուրախանալու Հարակամեր, բայց մենք քանի որ անակնկալ ենք լսում, չհասցրեցինք շնորհավորել լիարժեք Առաջարկում ենք, հիմա բոլորս լսում ենք գավաթները Գավաթները բարձրացնում ենք, սրտան շնորհավորում ենք մեր հորինակին